Եթերում ապդեյթ լրատվականն է, բարի երեկո։ Եվ այսպես Հանրապետության նախագահի նստավայրում Վահագն Խաչատուրյանի եւ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի երթման արարողությունը։ Նախագահն ու վարչապետը շնորհավորել են նախարարներին մաղթել արդյունավետ աշխատանք։ Նախ շնորհավորում եմ ձեզ կառավարության անդամի նախարարի պաշտոն ստանձնելու կապակցությամբ։ Մենք ապրում ենք մի առանձնահատուկ ժամանակաշրջանում, այս անկախության ժամանակաշրջանի 34 տարիների ընթացքում չի եղել այսպիսի իրավիճակ, երբ մենք խաղաղությամբ ենք ապրում եւ խաղաղություն ենք կերտում։ Եվ այս առումով առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում կառավարությունը իր գործունեությամբ, որը պետք է մեզ առաջնորդի դեպի խաղաղություն։ Վստահ եմ, որ դուք ձեր գործունեությամբ կնպաստեք այդ ճանապարհին, այդ աշխատանքներին, որ պետք է կատարվեն, եւ մաղթում եմ ձեզ հաջողություն անձնական կյանքում, նոր ձեռքբերումներ աշխատանքային կյանքում։ Շնորհավորում եմ։ Հանրապետության նախագահն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, հոգաբարձուների խորհրդի համանախագահ Օսկար Թաթոսյանին եւ հոգաբարձուների խորհրդի նախկին համանախագահ Էնթոնի Բարսամյանին։ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը, ընդգծելով դրա նշանակությունը ոչ միայն ամերիկյան, այլև միջազգային հանրությանը Հայաստանի եւ մեր տարածաշրջանի մասին օբյեկտիվ տեղեկություն փոխանցելու գործում։ Անդրադառնալով Հայաստանում համագումարի կողմից իրականացվող ծրագրերին, նախագահը կարևորել է դրանց նշանակությունը երկրի զարգացման գործում։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպման կարևորության շուրջ։ Քննարկվել են նաև Հայաստանի ու հարևան երկրների հարաբերություններին, ինչպես նաև ներքաղաքական ընդհանուր մթնոլորտին վերաբերող հարցեր։ Ամփոփելով հանդիպումը, Հանրապետության նախագահը պատասխանել է հյուրերի հարցերին, անդրադառնալով ներքաղաքական, տնտեսական եւ հանրային կյանքի տարբեր իրողությունների։ Կրթության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ Թանգարան ինստիտուտ տեղում ծանոթանալու տարածքում հիմնանորոգման աշխատանքներին։ Կապալառու կազմակերպությունը ներկայացրել է շինարարության ընթացքը նախանշելով առաջիկա անելիքները։ Նրանց խոսքով մույթերի նորոգման աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված նախագծային լուծումների։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է ընթացիկ խնդիրներով, կարևորել մասնագիտական քննարկումները, հուշարձանային համալիրի վերակառուցման եւ բարեկարգման աշխատանքները պատշաճ իրականացնելու նպատակով։ Նախարարի այցերը լինելու են շարունակական։ Շարունակենք այս պահին անշարժ գույքի շուկայում գնանկումը, եթե այդպիսին կա, չափավոր բնույթ է կրում եւ տեղի ունենում կանխատեսելի հանգիստ հետագծով։ Կենտրոնական բանկի նախագահն է հայտարարել, Մարտին Գալստյանն այս պահին որևէ ռիսկ չի տեսնում։ Միաժամանակ նա հիշեցրել է, որ Կենտրոնական բանկը վերջին զեկույցներում գրել է անշարժ գույքի շուկայում գների նվազման հնարավոր ռիսկերի մասին։ Անդրադառնալով զեղծարարներին, գլխավոր դրամատան ղեկավարն ասել է, որ անընդհատ փորձում են իր իմեյլի վրա հարձակում գործել։ Ամեն անգամ չի զլանում, զանգում է անվտանգություն եւ ճշտում ինչ անել եւ գործում է ըստ դրա։ Մարդիկ նույն կերպ պիտի վարվեն, պիտի հետևեն հիգիենայի կոնկրետ կանոնների, անձնական տվյալները որևէ պարագայում, որևէ մեկին չպետք է փոխանցել։ Գալստյանը նաեւ հայտնել է, որ զեղծարարության թվերի էական նվազում կա, այն վերջին փոփոխություններից հետո, որ բանկերն արել են իրենց ներքին համակարգերում։ Այն գործիքները կամ այն հնարքները, որ զեղծարարները իրականացնում են, իրանք գնալով ավելի դառնում են բարդ ու այդ տեսանկյունից մարդկանց կոմունիկացնելը դառնում է մեր համար բարդ։ Զեղծարարության թվերի էական նվազում կա այն վերջին փոփոխություններից հետո, որոնք բանկերը արել են իրենց այդ ներքին համակարգերում, բայց նախ հարցը շատ կարևորելով ու շնորհակալ լինելով հարցի համար, ես կուզեի մեր հայրենակիցներին եւս մեկ անգամ կոչ անել, որպեսզի շատ ուշադիր լինեն իրենց անձնական տվյալների հետ կապված։ Ես ինքս հանդիսանում եմ զոհ հարցակման, այսինքն փորձում են անընդհատ հարցակվել իմ իմեյլի վրա եւ այլն, ու ես ամեն անգամ չեմ զլանում, զանգում եմ մեր անվտանգությանը, IT անվտանգությանը, ճշտում եմ ինչ անել, պրոտոկոլը որն է ու գործում եմ ըստ պրոտոկոլի։ Հիմա մարդիկ նույն կերպ պիտի վարվեն, որովհետև տարբերություն չկա, դու Կենտրոնական բանկի նախագահն ես, թե ուսուցիչ ես, թե ճարտարապետ ես, թե ֆինանսիստ ես։
դու պիտի հետևես հիգիենայի կոնկրետ պայմանների։ Այդ կոնկրետ պայմաններից մեկը այն է, որ դու քո անձնական տվյալները որևէ պարագայում որևէ մեկին չպիտի փոխանցես։ Ինչ պատրվակով ուզում են քեզ փորձեն համոզել։ Ցանց են փոխում, 5G են ավելացնում, էկրանը հեսա կսևանակ, սպիտակի, այս կլինի, այն կլինի։ Այսինքն իրանց ձևակերպումները զեղծարարների գնալով դառնալու են ավելի կրեատիվ, հմուտ, չգիտեմ։ Ուստի մենք միակ բանը, որ կարող ենք այս պայդրությամբ մեր հայրենակիցներին խորհուրդ տալ, դա նա, որ հետևեն հիգիենայի պայմաններին։ Ոնց որ իրանց տան դուռն են փակում ամեն անգամ տնից դուրս գալուց ֆիզիկական տարածքի մեջ, որ հանկարծ ինչ որ մեկը չմտնի իրանց տուն։ Նույն կերպ պիտի իրանց վիրտուալ տարածքը կամ էլեկտրոնային տիրույթը պաշտպանեն։ Այդ շատ կարևոր է։ Ու այդ տեսանկյունից մենք կարանք ու բանկերն էլ ներ են դնում անընդհատ ինչ որ նոր համակարգեր, որոնք կպաշտպանեն մարդկանց։ AI պիտի աշխատի դրա տակ, որպեսզի հասկանան, բայց ամեն դեպքում եթե մարդը չեղավ ծայրահեղ ուշադիր ինքը իր տվյալների ինքը իր տիրույթի վերաբերյալ, այդտեղ պաշտպանելը հաճախ լինում է անհնար։ Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ որոշել է վերացնել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը եւ նրա նկատմամբ կիրառել գրավը 5 միլիոն դրամի չափով։ Ղուկասյանի որդին էլ ձերբակալվել էր մի քանի օր առաջ, նա տնային կալանքի տակ է։ Մեղադրվում է շորթման համար։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է, որ տնային կալանքից հետո դարձյալ գնալու է Սրբազանի դատին, ինքը վախենալու բան չունի։ Հարուցված քրեական գործին է անդրադարձել Գյումրիի քաղաքապետը։ Ղուկասյանն ասել է, որ չի տեսել մի երկիր, որտեղ իշխանությունն այսքան հոգս պատճառի ժողովրդին։ Զարմանում է ինչն է պատճառը, որ այսքան գործեր են հարուցում։ Բոլոր նախկին քաղաքապետների 99%-ը դատվում է։ Առողջ ուժը երկրում քարկոծվում է, պիտակներ են կպցնում, ում հետևից ժողովուրդն է գնում, պետության կողմից անպայման թիրախավորվում է, ասել է Ղուկասյանը։ Դո եղբորս վրա էլ են փագե, որ երկրից դուրս չկա, թե եղբայրս ինչ կապ ունի, ես չգիտեմ։ Այո։ Դու կառավարությունից ձեր քննադատում եք, բա գործող քաղաքապետը, գործող կառավարությանը կքննադատի։ Դա դեմոկրատիա է, բա ինչի պետք է անպայման լինի, որ ասենք բոլորը պետք է լինի ուրեմն ԿՊ-ական։ Ամբողջ աշխարհում այդպես է, կա եւ ընդդիմություն, կա եւ դիմություն։ Ժողովուրդը ում ընտրում է, ըստ այնն պետք է առաջնորդվեն։ Հիմա դա դոգմա է, որ պետք է պարտադիր բոլորը ԿՊ լինեն, բայց դեմոկրատիան այդպես է։ Ամբողջ աշխարհի փորձն էլ մենք պետք է ընդօրինակենք։ Գյումրեցի բարգամավորը ձեր քննադատությունների հետևանքն է։ Ուրեմն գիտեք ինչ։ Ես ճիշտ ասած աշխարհում չեմ տեսել մի երկիր, որ այսքան հոգս պատճառի իր ժողովրդին։ Ճիշտ ասած զարմանում եմ, թե ինչն է պատճառը, որ այսքան այսպես ժողովրդի վրա գործեր են հարուցում։ Բոլոր նախկին քաղաքապետերը 99%-ը դատվում են։ Բոլոր նախկին քաղաքապետերը։ Ես չգիտեմ, առողջ ուժը երկրում, ուրեմն քարկոծվում է, պիտակներ են կպցնում վատ առումով, հասկացար, ում հետևից որ ժողովուրդ է գնում, դրանք պետք է անպայման պետության կողմից թիրախավորվեն։ Ես ուղղակի դա չեմ հասկանում ինչն է պատճառը։ Հասկանում եմ, չնայած, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, այս տարածաշրջանում պետք է ապրի 1 միլիոն բնակչություն։ Եվ դրանից հետո ով եկավ, նպաստեցին, որ Հայաստանի բնակչության թիվը նվազի, ոչ թե բարձրանա։ Որ նայում ես, որ ուրեմն բոլոր կառավարությունների կողմից իրեն ժամանակ ոչ թե բնակչության թիվը ավելացել է, տեսնում ես, որ ամբողջությամբ պակասել է, մահացության թիվը ավելի շատ է, քան թե ծնելիությունը։ Եվ հավանական է դա դրսի ուժերն են անում, ուրիշ բան չեմ պատկերացնում։ Գիտեք, հիմա եթե լավ պատասխանեմ, ձեր հարցերին։ Ճիշտ ասած, հիմա տեսեք, ինչ է ստացվում։ Եթե այսօր գնաք հովիվին հարցնեք, կամ ասենք ամենանենց բան մարդուն, որ քաղաքականությունից հեռու է, եթե ասեք հայ ժողովրդին ինչ է պետք, ուրեմն կասեն հայ ժողովրդին պետք է զենք, պետք է գործարան, ռազմական արդյունաբերություն։ Հայաստանում փամփուշտ արտադրում են, ուրեմն մենք այդքան հետամնացենք, այդքան խելք չունենք, որ փամփուշտը չենք կարող արտադրել։ Ինչն է պատճառը։ Ուրեմն 1941 թվականին Հայաստանի Հանրապետությունում արտադրել են 110 տեսակի զենք զինամթերք։
Դա ինչ է նշանակում։ Պատերազմի շեմին կանգնած երկիրը ամեն րոպե, ամեն վայրկյան, ուրեմն մենք այսօր զենք չենք արտադրում, այսքան գիտական ուրեմն պոտենցիալն ունենք, այսքան ինստիտուտներ ու համալսարաններ ունենք եւ ամբողջ աշխարհի ամենավերջի ժամանակակից զենքերը արտադրելու ուրեմն մեջ տեսնում ես Յան ազգանունը։ Բա ոնց հասկանանք դա։ Այսինքն հայ ժողովուրդը չի մտածում իր ապակայի համար, իր երկրի մնացած բաների համար։ Ես զարմանում եմ, թե ինչն է պատճառը, որ չեն անում։ Հետո գիտեք ինչ, զարմանում եմ, որ բոլորն ասում են, այս 30 տարի է, ասում են անկախությունից հետո, ասում են պետք է աշխատատեղերի ստեղծում, գործարաններ։ Այո, երկիրը պահում են գործարաններով եւ գյուղատնտեսությամբ, որտեղ երկրի վարելահողերի 60%-ը չի ցանվում, չի վարվում։ Տարել են խոթարկներ։ Իրանք պիտի վախենալ, մենք վախենալու բան չունենք։ Ստեսություն լավ եղել։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ միջազգային թեմաներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն այլևս հարվածներ չի հասցնի Կատարի տարածքին անցյալ շաբաթ Դոհայում Համասի ղեկավարությանը թիրախավորելուց հետո։ Նա հարվածներ չի հասցնի Կատարին, ասել է նախագահը, ի պատասխան այն հարցի, արդյոք կան երաշխիքներ, որ Իսրայելն այլևս չի գրոհի Կատարի տարածքում գտնվող թիրախների վրա։ Միևնույն ժամանակ Թրամփը հիշեցրել է, որ Կատարը Միացյալ Նահանգների դաշնակիցն է։ Սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարվածներ էր հասցրել Դոհային թիրախավորելով Համասի ղեկավարությանը։ Հարձակման հետևանքով սպանվել էր պաղեստինյան շարժման 5 անդամ եւ Կատարի անվտանգության ուժերի 1 անդամ։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չէր բացառել Համասի առաջնորդների դեմ հարվածները այլ երկրների տարածքում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Կատար։ ԱՄՆ պետքարտուղարի այցի նպատակն է հորդորել Կատարին շարունակել իր միջնորդական դերը Գազայում հրադադարի հասնելու հարցում։ Ռուբիոյի այցը տեղի է ունենում մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածել էր Կատարին, թիրախավորելով պաղեստինյան Համաս խմբավորման առաջնորդներին։ Դոհա մեկնելուց առաջ Ռուբիոն ընդգծել է, որ Կատարը մնում է միակ երկիրը, որը կարող է նպաստել Գազայի հատվածում պատերազմի ավարտին։ Ռուբիոն մինչ այդ երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Իսրայելում, որտեղ հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Դոհայում հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարայի հետ։ Հանդիպումը կայացել է Իսլամական համագործակցության կազմակերպության եւ Արաբական լիգայի արտահերթ համատեղ գագաթնաժողովի շրջանակում։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային հարցերը։ Էրդողանը հայտնել է, որ Շարայի մասնակցությունը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին ունի պատմական նշանակություն։ Էրդողանը նաեւ նշել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային։ Ըստ նրա, աշխատանքներ են տարվում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ ՄԱԿ-ի միջազգային անկախ քննիչ հանձնաժողովը իր նոր զեկույցում եզրակացրել է, որ Գազայի հատվածում Իսրայելի իշխանությունների գործողությունները համապատասխանում են ցեղասպանության բնորոշումներին։ Հանձնաժողովը կարծում է, որ Իսրայելը պատասխանատվություն է կրում Գազայում ցեղասպանություն իրականացնելու համար։ Ակնհայտ է, որ մտադրություն կա Գազայում ոչնչացնել պաղեստինցիներին այնպիսի գործողությունների միջոցով, որոնք համապատասխանում են ցեղասպանության մասին կոնվենցիայում սահմանված չափանիշներին, հայտարարել է Ժողովի նախագահ Նավի Փիլեյը։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կտրականապես մերժում է այդ զեկույցը, այն անվանելով խեղաթյուրված եւ կեղծ։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Գազայի հատվածին գիշերային հարվածներից հետո հայտարարել է, որ Գազա քաղաքը կրակի մեջ է եւ վերահաստատել է գործողությունների պլանները մինչեւ պաղեստինյան Համաս շարժման պարտությունը եւ պատանդների ազատ արձակումը։ Գազան կրակի մեջ է։ Իսրայելի պաշտպանության բանակը երկաթե բռունցքով հարվածում է ահաբեկչական ենթակառուցվածքներին, իսկ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները քաջաբար պայքարում են, ստեղծելով պայմաններ պատանդների ազատ արձակման եւ Համասի ջախջախման համար։ Մենք չենք նահանջի կամ չենք թուլացնի ճնշումը, մինչև մեր առաքելությունը չավարտվի, գրել է Կացը X սոցիալական ցանցում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի պաշտպանության ուժերը ցամաքային հարձակում են սկսել Գազա քաղաքի վրա այն օկուպացնելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները միջազգային ջրերում ոչնչացրել են վենեսուելական նավ, որը նրա խոսքով տեղափոխում էր թմրանյութեր։ Այս մասին նա գրել է իր սոցիալական հարթակում։
Թրամպը նաև հայտարարել է, որ թմրանյութեր տեղափոխող կարտելներին հասցված հարվածի հետևանքով սպանվել է 3 մարդ։ Նա զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհետապնդի ցանկացածին, ով թմրանյութեր կտեղափոխի Միացյալ Նահանգներ։ Այնուհետև Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում Թրամպը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի գրանցված ապացույցներ եւ փաստեր, որ տվյալ նավը պատկանում է թմրահաբեկչական խմբերի։ Թրամպի հայտարարությունից առաջ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ Կարակասը կպաշտպանի իրեն ԱՄՆ-ի ագրեսիայի դեմ։ Վենեսուելայի նախագահը հայտարարել է նաև, որ կառավարությունը լիովին կիրագործի ինքնապաշտպանվելու իր իրավունքը։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Հարկվճարողները հատուկ պահվող շտեմարանի միջոցով թաքցրել են 34 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն, պետեկամուտների կոմիտեի տեսանյութը։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի աշխատակիցների հետ համատեղ մշակած եւ ձեռնարկած լայնածավալ համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտել է ավելի քան 34 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Այսպես, պետք հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ՏՄ-ն հիմնադրել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որի անվամբ իրականացնում է հաշվապահական հաշվառման ծրագրերի եւ կառավարման համակարգերի ստեղծման, տվյալների պահոցների պահպանման եւ այդ ծրագրերի սպասարկման աշխատանքներ։ Նույն տեղեկությունների համաձայն ընկերությունը մի շարք հարկվճարողների հետ նախորդ ձեռք բերված փոխադարձ համաձայնություններով, ինչպես նաև հարկվճարողների պատվերների հիման վրա մշակել եւ ստեղծել է առևտրային եւ հաշվապահական հաշվառման ծրագրեր։ Դիտավորությամբ ներդրվել են պայմաններ եւ հատուկ գործիքներ հարկվճարողների կողմից իրական շրջանառությունները եւ հարկվող օբյեկտները թաքցնելու համար։ Այդ նպատակով սպասարկվող առևտրի կետերում հսկիչ դրամարկային մեքենաներն ինտեգրվել են արտաքին առևտրային ծրագրերին եւ գեներացվող ֆիսկալ հասույթները պետք տեղեկատվական բազա են ուղարկվել հենց այդ ծրագրերի միջոցով։ Ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Պարզվել են ընկերության գործունեության ստույգ վայրերը, նույնականացվել են աշխատակիցները, որից հետո գրասենյակներ եւ աշխատակիցները տևական ժամանակ վերցվել են օպերատիվ հսկողության տակ։ Պարզվել են յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքային պարտականությունները, լիազորությունները եւ դերակատարումը, առևտրային եւ հաշվապահական հաշվառման ծրագրի ստեղծման եւ հետագա սպասարկման գործում։ Ընկերությունը մեծամասամբ դեղատնային եւ բժշկական սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք հարկվճարողների համար փոխադարձ համաձայնությամբ ստեղծել է առևտրային եւ հաշվապահական հաշվառման այնպիսի ծրագրեր, որոնցում ներդրված հատուկ գործիքների միջոցով հսկիչ դրամարկային մեքենաների կիրառման արդյունքում ձևավորվող իրացման շրջանառության մի մասը չի ներառվել հարկող շրջանառության մեջ։ Այս կերպ հնարավորություններ եւ պայմաններ են ստեղծվել ստվերային շրջանառության առանձնացված հաշվառում վարելու համար։ Ընդ որում, ընկերության կողմից ստեղծված ծրագրային ապահովումը նաեւ հնարավորություն է ընձեռել հսկիչ դրամարկային մեքենաներու մուտքագրման եւ հարկային մարմին ուղարկման ենթակա ապրանքների իրական անվանացանկը փոխարինելու այլ ապրանքներով։ Պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առևտրային ծրագրերի տվյալների բազայի մի մասը պահպանվում է այլ վայրում գործող մեկ այլ ընկերության մոտ։ Իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ նման հանցավոր գործելավոճով դեղատնային եւ բժշկական սպասարկման ոլորտում գործող 9 հարկվճարողի կողմից պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի ընդհանուր 2.9 միլիարդ դրամի վնաս։ Որոշ դեղատների կողմից իրացվել են մի քանի տասնյակ անվանումներով Հայաստանի Հանրապետությունում չթույլատրված եւ չգրանցված դեղամիջոցներ։ Առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության եւ պետքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները համատեղ մի շարք հասցեներում միաժամանակ կատարել են խուզարկություններ, որոնց արդյունքում արգրավել են նախաքննության անհրաժեշտ իրերը եւ փաստաթղթերը։ Մասնավորապես ընկերության ստվերային համակարգից վերցվել են առևտրային ծրագրերում արկա ավելի քան 53 հարկվճարողի վաճառքների վերաբերյալ տեղեկատվություն, իսկ տվյալների պահպանությունը ստանձնած ընկերությունից վերցվել են առևտրային ծրագրերի բազաները։ Միաժամանակ վարույթային գործողությունների արդյունքում զնվել է
արգրաված տվյալների շտեմարանը, սերվերը, որի արդյունքում վեր են հանվել մի շարք հարկ վճարողների վաճառքներից ձևավորված իրական հասույթները։ Տվյալների համալիր վերլուծությամբ պարզվել է, որ մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից առանց ՀՆՎ կտրոնների եւ համապատասխան հաշվարկային փաստաթղթեր տրամադրելու արդյունքում թաքցվել է շուրջ 34 միլիարդ դրամի ռազմաշրջանառություն, չի հաշվարկվել եւ պետական բյուջետ չի վճարվել շուրջ 10 միլիարդ դրամ հարկ։ Հարկ է նշել, որ հայտնաբերված հարկի գումարները դեռ էապես ավելանալու միտում ունեն, քանի որ արգրաված տվյալների շտեմարանը զնվել է ոչ ամբողջ ծավալով։ Ներկայումս ուսումնասիրությունները շարունակվում են չվճարված հարկի վերջնական չափը հստակեցնելու նպատակով։ Քրեական վարույթի շրջանակներում մեկ ընկերության անվամբ գործող 61 դեղատներում, ինչպես նաև վարույթի համար նշանակություն ունեցող այլ վայրերում դատարանի որոշմամբ իրականացվել են խուզարկություններ։ Արդյունքում հայտնաբերվել եւ արգրավել են քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող իրեր, առարկաներ։ Միաժամանակ վարույթային գործողությունների արդյունքում կասեցվել են դեղատների գործունեությունները։ Տվյալ ընկերության կողմից վարույթային գործողությունների արդյունքում արդեն իսկ ներկայացվել են ճշտված հարկային հաշվարկներ։ Առաջացել է 1 միլիարդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, որից վերականգնվել է 350 միլիոն դրամը։ Նախագնությունը եւ հետաքննությունը շարունակվում են։ Իրականացվում են վարույթային գործողություններ եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրաված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաեւ ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսվարողների զերծ մնալ հարկային մարմին ներկայացվող հաշվարկ հաշվետվություններում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելուց։ Այդ նպատակով չկիրառել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ, չմիջամտել հսկիչ դրամարկային մեքենայի բնականոն աշխատանքին։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական լինելու հարկային մարմին ներկայացվող հաշվարկ հաշվետվություններում ծախսերի եւ եկամուտների արժանահավատությունը պարզելու հարցում։ Հարկեր չվճարելու դիտավորությամբ նման հանցավոր մեխանիզմ ստեղծելու դեպքում պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության, օրենքի ողջ խստությամբ։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Բացահայտվել է թմրամիջոց իրացնող խումբ, հայտնաբերվել առանձնապես խոշոր չափի մարիխուանա, ավելին տեսանյութում։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզում բնակվող 3 տղամարդ իրացնելու նպատակով պետք է ձեռք բերեն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ։ Իրավապահների օպերատիվ հետախուզական հետագա միջոցառումները տրամաբանական ավարտին հասան սեպտեմբերի 9-ին, ժամը 15-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին 3-ն էլ ձերբակալվեցին ու նրանցից մեկի վարած Opel Magnish ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին համայնքային ոստիկանության կոտայքի Խուզարկությամբ տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվեց մարիխուանայով փաթեթ, իսկ Opel-ում պոլիէթիլենային տոպրակով մոտ 855 գրամ մարիխուանա։ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննության հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Արմֆլիքսում անակնկալները շարունակվում են։ Սեպտեմբերի 16-ից հարթակում կարող եք դիտել տաքսի սիթքոմը, մանրամասները տեսանյութում։ Դե, պարոն Հակոբ, երկի։ Նոր հումորային սիթքոմ հայտնի ու սիրված դերասանների մասնակցությամբ։ Տաքսի սիթքոմի դերասաններն են Դավիթ Թադևոսյանը, Նարեկ Ներսիսյանը, Աստղիկ Խաչատրյանը, Էվելինա Էդուարդսը, Արմինե Պողոսյանը, Գրիշա Հակոբյանը, Արամ Մխիթարյանը, Սերգեյ Մսրլյանը։ Պրոդյուսերներն են Դավիթ Թադևոսյանը, Բեն Ավետիսյանը, բեմադրող օպերատորը Միհրան Ստեփանյանն է, բեմադրող ռեժիսորը Դավիթ Թադևոսյանը։ Սիթքոմի գլխավոր հերոսը Հոպոն 45-ամյա փորձառու տաքսու վարորդ է, որը վերջին 3 տարին ապրում է երկակի կյանք, ամուսնացած լինելով 2 կնոջ հետ, բայց սա պատահականության արդյունք է։ Ամեն ինչ սկսվում է Անիի հետ ծանոթանալուց հետո։ Չկարողանալով ընտրություն կատարել, Հոպոն որոշում է ապրել 2 զուգահեռ կյանք։ Օրվա 12 ժամն աշխատում է որպես տաքսիստ, մյուս 12 ժամը առաքիչ։ Այս երկակի աշխատանքը նրան օգնում է ավելի հեշտ բացատրել իր բացակայությունը 2 ընտանիքում։ Ամեն բան սակայն գլխի վայր շուռ է գալիս, երբ մի օր Հոպոն անսպասելիորեն խառնվում է փողոցային միջադեպի մեջ, գողերից պաշտպանելով տարեց մի կնոջ։ Հոպոն մշտապես հայտնվում է նոր խնդիրների առջև ու զավեշտալի դրվագներում։ Յուրաքանչյուր սերիան ներկայացնում է առանձին կատակերգական դեպքեր, որոնք հագեցած են բուռն ծիծաղով եւ զավեշտալի դրվագներով։ Եվ այսպես սիթքոմն առաջինը դիտեք Armflix-ում սեպտեմբերի 16-ից։
Եվ եղանակ Երևանում վաղն առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ, սեպտեմբերի 20-ից 21-ին եղանակը կլինի առանց ստեղումների, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ից 3-ը կնվազի 4-ից 5-ից։ Այսքանը դուք դիտում էիք Update լրատվականը, հիշեցնեմ թողարկումից հետո հարցազրույցն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։